փաստորեն Իրանը ասել է, որ Հայաստան Եվրոմիության մերձեցմանը դեմ չի եւ դա չի դիտարկում նույն տեսակետից, ինչպես Հայաստան ՆԱՏՕ, ասենք օրինակի համար։ Այսինքն որպես ռազմական դաշինքի կամ ինչ-որ ռազմական ուժերի բերելու։ Սա նշանակում է, որ այն ինչ որ մենք ես ասել եմ բազմիցս, որ փաստացի Իրանը խնդիր չունի Եվրոպական հետ, դարձել է հիմա պաշտոնական մոտեցում։ Իրանը հասկացել է, որ Եվրոպական միության հետ շփումները Հայաստանի միջոցով օրինակի համար իրեն շատ ավելի ձեռնտու են բոլոր տեսակետներից, այդ թվում եւ տնտեսական, քաղաքական քան այլ տարբերակներ, որոնք փաստորեն Հայաստանը դարձնում են ինչ-որ ռուս-թուրքական կոնդոմինիում։ Այն քաղաքականությունը, որ վարում է Փաշինյանը։ Դրա համար իրենք փաստորեն ողջունում, սա է նորությունը։ Բարյացակամ են վերաբերվում նրան, որ Հայաստանը Եվրոպական միության հետ ինչ-որ հայտարարություններ է անում, մերձենում է ՍԵՊԱ, ասոցիացիա, տեխնացություն եւ այլն։ Սա շատ կարեւոր է մեր համար։ Եվ այն, որ ոչ կառավարական, այսպես ասած, այդ շեշտը, ոչ էլ սպეციფիկ այդ պրոռուսական ընդդիմությունը շատ չեն բարձրաձայնում այդ հարցի մասին, շատ բան է ասում։ Ցանկացած մարդ, որ իսկ հիմա ազատ է, որ այցելել է Եվրոպական միության թեկուզ ամենա աղքատ երկրներից, էլ չեմ ասում միջին եւ ամենազարգացած երկրները, ակնհայտ տեսնում է, որ երկար ժամանակ ունենք անցնելու։ Սկսած ասֆալտից փողոցի, վերջացած սոցիալական ապահովությունից, մարդու իրավունքներից, պետական եւ ինքնակառավարման ապարատի էֆեկտիվությունից, բնական տեզարական տարածություն կա իբր։ Դա կարելի անվանել գործընթացի սկիզբ, որը դեռ 3 է սկսվել եւ շարունակվում է։ Հիմա հարց է ծագում, ես սկզբից ընդդիմության գնահատականը տավետոկացնեմ կառավարության։ Իսկ դուք ինչ եք առաջարկում։ Մնալ ձեր սիրած գեղում Ռուսաստանի հետ։ Դա է տարբերակը։ Շնորհակալություն, հաջողություն։ Հիմա անցնենք մեր բանին։ Եղել ենք այդտեղ, ապրել ենք, գոհ ենք, շնորհակալ ենք, հաջողություն։ Հիմա անցնենք այս կառավարությանը։ Նախ սեփական խոսքերը ուրանալը այդքան արագ, նույնիսկ իրենց համար մի քիչ արդեն չափը անցնում են։ Ակնհայտ է, որ երբ որ արդեն անդամության հարցը ծագի, այսինքն տեխնացության եւ անդամության, հանրակրվե պետք է լինի, որովհետեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը դա է ասում, դա վերպետական կառույց կարող է դիտարկվել, ինքը ունի պարլամենտ, կառավարության նման կառույցներ, նշանակում է վերպետական ինչ որ տարրեր կան։ Դա պետություն չէ, բայց վերպետական հանրակրվե պետք է լինի։ Պարզապես այդ հանրակրվեն կարող է լինել հիմա, թե ոչ, ինչ են ուզում անել հիմա ասել, որ չի լինելու, սա մի ամիս առաջ ասում էին, որ այո, պարտադիր լինելու է, նույնիսկ Արարատ Միրզոյանն է ասել, որտեղ մեր սահմանադրությունը պահանջում։ Ես նույնիսկ դահլիճում եմ նստած եղել, երբ որ եկել էին այդ սկանդինավները եւ բալթիական երկրների խոսնակները, այդ խոսքերը ասել ենք։ Հիմա անցնենք, թե ինչ են իրենք ուզում։ Քանի որ իրենք ունեն, այսպես ասենք, Հայաստանի Թուրքիայի եւ Ադրբեջանի համար հարմարավետ ֆորմատավորման, այ լավ տերմին է, ֆորմատավորում անել Հայաստանի, դա արվելու է նաեւ սահմանադրության միջոցով, իրենց խոսքերն են, նայեք, որ իրանք շղթում են իհարկե, որ սա Ադրբեջանի ճնշման տակ է, ինչը ծիծաղելի է, բայց իրենք դա չեն շղթում, որ դա ունի նաեւ տարածաշրջանային նշանակություն, բովանդակություն, որ դա նաև կարևոր է խաղաղության գործընթացի համար եւ այլն, այսինքն իրենց ակնարկները բոլոր ակնարկները բոլոր հետո վարտի կոկուս չեն, այստեղ ոչ վերլուծաբան պետք լինել, ոչ քաղաքական գործիչը պետք, մարդիկ կոկուս չէ, ամեն օր Ալիևը հայտարարում է, մատը խփում է, ասում է պարտադիր պետք է փոխեք, սրանք ասում չէ, մենք փոխում ենք, բայց դրա համար չէ որ Ալիևը ամեն օր մատը խփում է բրոնզկը խփում է սեղանին, որ դու բան չի, կատակերգություն չի։ Այդ դեպքում հարց ինչու են այս օրինակից ընդունում։ Հարակվեին ասեմ։ Այո, եթե հարակվե չի լինելու։ Ուզում են։ Ինչ է նշանակում քաղաքական կամքի մասին է սա։ Որպեսզի ես միշտ դա հիշում եմ իմ սովետական մանկությունը,
որ մենք լավ գիրք էինք ուզում առնել, 3 հրացանակիրներ օրինակ, պարտադիր, քանի որ պլան էր դրված խանութի վրա, մեջը մի հատ աղբ էր դրված, ասենք Հայաստանի լկեմ կոմերցիոն 17-րդ համաժողովի մատերիալներ մեջը դրած է։ Դավեսկա էր։ Հա, ու դու պետք է միասին առնեիր, որպեսզի այդ 3 հրացանակիրները ունենայիր, դու պետք է դա էլ հետ առնեիր։ Հիմա իրենք որպեսզի անցկացնեն իրենց պրոթուրքական սահմանադրությունը։ Ես բացայտ ասում եմ, պրոթուրքական սահմանադրությունը անցկացնեն։ Հնարավոր է այնտեղ ինչ-որ մի հատ ակնարկ, չպարտավորեցնող ակնարկ մտցնեն Եվրոպական միության մասին, ասեն, որ սա է հանրակրվեն Եվրոպական միության, որ ով որ ուզում է, որ Հայաստանը գնա դեպի Եվրոպական միություն, պետք է գա եւ այո քվեարկի այս հանրությանը։ Իսկ այ են բոլոր վատ մարդիկ, որոնք կոչ են անում ոչ քվեարկել այս համոնadrությանը, դրանք հակաեվրոպացիներ են այդ իրենք ընդհանրապես պրիմիտիվ միջոցների մեծ վարպետներ են։ Ներողություն, դա դավեսկա չի կներեք այդ բառը, այդպես էր կոչվում, սա շահարկում է նշանակում այդ հարցով։ Միանշանակ իրենք պատրաստվում են անել, դա ակնհայտ է, այսօր ես արդեն տեսնում եմ, նախ դա իրենց պրիմիտիվ գործելավոճին շատ բնորոշ է, եւ երկրորդը բոլոր իրենց խոսույթները տանում են դեպի այդ կողմ։ Եվ դրա համար է, որ ասում է առանձին մեզ հարակվե պետք չի, որովհետև իրենք պետք է համանդության հարակվեն, որը տապալվելու մոտ 90%-անոց շանսեր ունի այս պահին, մի կերպ կարողանան իրավիճակը փրկել։ Դուք ենթադրում եք, ճիշտ է։ Ոչ։ Վստահ եք։ Ոչ մի համանդրություն կա սոցիոլոգիա։ Ոչ մի համանդրություն Հայաստանում իրականում բացարձակ մեծամասնություն չի հավաքի։ Ոչ 95 թվականին, ոչ 2003 թվականին, ոչ Սերժ Սարգսյանի համանդրությունը ավելին հետաքրքիր կա տենդենս։ Այդ պահի դոմինանտ կառավարող ուժը, օրինակ ՀՀՇ-ն կամ ՀՀԿ-ն, կամ իր տեխնացուները, նայած ինչ ընտրակարգ է եղել այդ պահին, ավելի շատ ձայն են ստացել, քան համանդրությունը։ Բայց կա մի նրբություն, որ համանդրության համար գոյություն ունի քվոտա, քվորում որոշակի։ Իսկ ընտրություններին գոյություն չունի։ Այսինքն այն ձայները, որը ռեալ ստացել են բոլոր մեր համանդրական փոփոխությունները, դրանք բավարար չեն եղել կան սանդություն ընդունելու կամ դրանց մեջ փոփոխություն մտցնելու։ Սկսած 95 թվականից։ Իմ չալոց, եթե հիմա կլինեն, ես գիտեմ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ բան որ կասեն, որ դա զրպարտություն է, կա հայտնի Վանո Սիրադեղյանի տեքստը, որը անկեղծորեն ասում է, թե ինչի էր պետք սանդությունը ամեն կերպ անցկացնել։ Դա ըստ իրենց ազգային նշանակության անհրաժեշտություն է պետական։ Հիմա այսօր ԿՊ-ի ռեյտինգը շատ ցածր է, դա նշանակում է սանդության ռեյտինգը ավելի ցածր է լինելու։ Դա սոցիոլոգիա է Հայաստանում։ Մոտ 10-20% ավելի պակաս է լինելու, քան ԿՊ-ի ստացած ձայները։ ԿՊ-ն, եթե ընտրությունները վաղը լինեն, նույնիսկ 1/3 ձայների ստանալու գրեթե շանս չունի։ Դերեն 27 թիվ էլ հիշեցին։ Կամ 26 կամ 27, հա։ Ընտրությունները 26 թվականին էր։ Ասացին կամ ընտրությունների հետ, կամ մինչև 27 թիվ։ Ուրեմն դրանք համար պետք է իրենք Այսինքն իրենք իրենց ռեյտինգի վրա աշխատեն։ Խնդրում են մեզ ընտրեք, որպեսզի մենք 27 թվին կարողանանք հանրապետություն։ Ֆենոմենալ։ Դա բանն է, Հայաստանը աշխարհի չեմպիոն 2050 թվականին բանը սերիաներն են, էլի։ Մեզ ընտրեք մինչև 2050 թվական, որ մենք բերենք հասցնենք աշխարհի չեմպիոն սարքենք Հայաստան։ Ուրեմն ես չգիտեմ, իրենք իրենցով առանց մեզ, այսպես ասած, հավաքվում են, իրենք գոնե իրենց հումորի վրա գնահատում են, ասենք, ծիծաղում են իրենց ասածների։ Ռազմավարական պլան են նախագծում։ Դա կոչվում է իրենց մոտ ռազմավարական պլան։ Ուրեմն աստված իրենց հետ։ Ուրեմն իրենք փաստորեն ընտրություններին Հայաստանի սոցիոլոգիան է ասում, որ հանրակրվեն ստանալու մի քիչ ավելի քիչ ձայն, քան իրենք։ Իրենք հաստատ 50%, լավ, շատ մեղմ եմ ասում, 50% գումարած մեկ ձայն այսօրվա ընտրություններում չունեն եւ 4 ամիս հետո էլ չունեն, կեսը, որտեղ 50% գումարած մեկը իրենց համար արդեն անհասանելի ձեռքբերում է։ Չի կարող մի քաղաքական ուժ կամ դրա լիդերը, որի Հայաստանում դա այդպես է, որի բացասական ռեյտինգը 50%-ից անցնում է, մենք երկու տես գործիչ ունենք Հայաստանում։ Ռոբերտ Քոչարյան եւ Նիկոլ Փաշինյան, որոնց ռեյտինգը անձնական բացասական 50%-ից ավել է։
ուրեմն այդ երկու գործիչները երբեք ընտրություններում 50% գումարած մեկ ձայն էլ չեն ստանալու այս երկրում։ Դա նշանակում է, որ իրենց առաջարկած սահմանադրությունը 40-45% ձայնից ավել չի ստանալու։ Դրա համար ես ասում եմ, որ եթե ընտրակեղծիքներ զանգվածային չլինեն, ինչպես եղել են դրանից առաջ, կամ ինչ-որ մի խայտարակ շոկային հանգամանքներ չստեղծվեն, ապա այդ սահմանադրությունը որևէ շանս չունի։ Հիմա իրենք փորձում են արհեստականորեն փչել այդ փուչիկը, որպեսզի կարողանան անցկացնել։ Մեջը էլ Եվրաքվեի բան ես այդ եւ այլն, նա չգիտեմ։ Այո, թե ոչը։ Հա, այո, թե ոչը կարող են թոշակների բարձրացումների մեջ մտցնել։ Մի բան պիտի գրեն, որ մարդկանց ընդհանուր այոյի տակ վերցնեն այդ այոն։ Դրա համար է, որ հիմա ասում են դե Եվրամիության հետ հարակվեն, դեռ շուտ է եւ այլն։ Ես ուրիշ պատճառ չկա։ Հայաստանի Հանրապետությունում եթե լիներ adekvat ազգային կառավարություն, որը Հայաստանը չի տեսնում ոչ ռուսական, ոչ թուրքական, ոչ էլ համատեղ գաղութ, արդեն այդ հարցերը վաղուց լուծված կլինեն։